Երկար ժամանակա X վայրում չենք հանդիպել ու ոնց տենում եք արդեն հոգնած եմ բամպերից վրա լիքը մոծակներ կան ու այդ վկայում է մենակ մի բանի մասին, որ արդեն քշել ենք այս հրաշք Tesla Lady հետ 1000 ձիաուժ դիմավորեք Սկսենք երևի քոնից, իմը ինձ թվում է դաժե այդքան էլ հետաքրքիր չի մարդկանց, որովհետև սաղ գիտեն իր մասին, ինձ թվում է դու գիտես ինչա։ Դե հա, վիդեոները տենում ենք։ Էսա կտենաս ինչա, այդքան արագ չի հաստատի ինչքան քոնը, բայց շանսեր կա պրինցիպի, երբեք մի ասա երբեք։ Ուզում եմ ծանոթացնես մեզ քո մեքենայի հետ Tesla Plaid Ես էլ ու մարդիկ էլ ոնց որ քիչ բան գիտենք ինձ թվում է, այսինքն ես հաստատ քիչ բան գիտեմ, ինձ թվում է մարդիկ էլ շատ բան չգիտեն։ Խնդրեմ պատմես թե քանի ձիաուժ է, ինչ մոդել է ու вообще ինչի է ընդունակ էս ավտոն։ Երկար ժամանակա ստեղից վիդեո չենք նկարել, ասես կարճ պատմի ու անցնենք այն ամենաթեժ կետին քշենք իրար հետ, տենանք ով ոնց է գնում։ Տեսլաների մեջի տոպն է, ասենց ասենք։ Տեսլան ունի երկու основной մոդել 3Y, SX, S-ը ամենավերևն է, S-ն է, S-ի S-ն է, S Plaid-ն է։ Որտեվ ես սովորական S-ի հետ քշել եմ, չէ՞ Տիկոյի ավտոյի հետ։ Տիկոյի ավտոյի հետ քշել ես, հա, խեղճտղուն։ Այդ ժամանակ թուլ էր ավտոս, հա, խեղճտղուն բռնեցիք, կրեցիք, հա։ Տիկոյին բարևներ։ Հա, Տիկոյին բարևներ։ Ուրեմն S-ից տարբերվում է նրանով, որ ստեղ 3 մոտոր է, 1020 ձիաուժ։ Սովորական S-ում 670 ինչ-որ տենց ձիաուժեր է։ Այն ժամանակ ավտոս ահագին թուլ էր, չեմ հիշի ինչքան էի գնում, երևի մի 10.5 էր կա ոտորս գնում, հավասարոտ էինք գնում, ոնց որ, տենց չեմ հիշում, մի հատ վիդեո նայեք ով չի տեսել։ Հա, ոնց որ դու կրում էիր իրան ավելի, հա։ Բայց ստեղ այսօր շանս չունեմ ինձ թվում է, 1020-ի, զայրատկեն ինչքան է հիմա մեջը։ Հիմա մի 85%-ից վերև զայրատկա ունենք։ Լրիվ ուժով չի, դե մենք էլ լրիվ ուժով չենք եկել, ստոկ է։ Այս կարամ անջտեմ, ասենք, թեթև եթանք։ Չէ, թեթև պետք չի, քշելու ենք, կքշենք երևի ստարտից, ինձ հետաքրքիր է, ուզում եմ տենամ ինչին ենք ձգտում, էլի մենք բենզին քշողներս, շատ ենք հետ մնալու այս ավտոյից թե չէ ու հետո մտածենք ինչ անենք, որովհետև իրականում այսօր բենզին ու էլեկտրականների սպորը շատ մեծ է սաղ աշխարհում։ Ինձ թվում է այդ պայքարը սաղին հետաքրքիր է ու ոչ մենակ մեզ, ձեզ էլ է հետաքրքիր երևի թե գրեք կոմենտներում вообще ինչ ուրիշ ավտոներ կան արագ էլեկտրական, ինչի հետ կառաջարկեք քշենք, եթե իհարկե Հայաստանում կա, եթե դուք էլ ունեք տենց ավտոներ, մեզ գրեք, կգանք մեր սիրած X-Wire, կքշենք, հետաքրքիր ժամանակ կանցկացնենք ու հիշեք, որ Դե մտ ասեմ, քանի չենք քշի, ասում եմ, հիշեք, որ կրում է անգերությունը, էլի։ Շուտ բանից չէի ասել, կարոտել եմ այդ իմ ֆրազան, իմ համար այդ ամենակարևորն է, որ այսպես լավ տղեկի հետ գանք, շփվենք, լավ ժամանակ անցկացնենք ու այն որ պատմության մեջ մնա մեր վիդեոները, որ նայեք, լավ ժամանակ անցկացնենք, ոչ եմ կայֆոտ լավ գործ ենք անում, էլի։ Այսօրվա իմաստը լավ ժամանակ անցկացնելն է, ադրենալին ստանալ եմ։ Հետո վերջում կգնանք ձեր օպեկ հաց կուտենք։ Անպայման։ Դա էլ իմ վրա։ Համով հաց են տալի, կգնանք ընդ կնշենք։ Չէ, որ հաց են տալի, ես նեղանում եմ։ Իտալական ռեստորան է իրականում, հաց մի քիչ, հա։ Ես հին քյարթու հայտղա։ Всё, իտալական լուրջ խոհանոց է։ Dress code կա։ Չէ։ Գալստուկո։ Չէ, всё, օքեյ, սենց կարամ գամ։ Всё։ Всё, ուրեմն կգնանք։ Դե գնանք մի հատ, բայց կարող է սկզբի համար մի հատ ինձ թե զարյատկեն կնստի աղբեր։ Վերջում։ Չկպտեմ, էլի։ Կդվելու եմ գորով չկպտեմ։ Վերջում լավ մի հատ կնստեմ, տենամ իմ էմոցիաները вообще ոնց է այդ ավտոն մեջը։ Հիմա գնանք պրոստը քշենք աղբերս։ Գնացինք, անփորձանք։ Աղբեր, բայց
Ասա տենամ դու քանի հոգու գիտես, որ գիտեն պետք է կրվեն, բայց այդում են քշելու, չկա։ Որտեվ այդ կարծրատիպը մարդկանց մեջ պետք է ասած կոդրենք, էլի, որ ամոթ չի կրվելը։ Տեխնիկա է, մեկինը արագ է, մեկինը դանդաղ է, չնայած ես մեկը ինձ չեմ ների, որ լեյդին կրվեմ, այդ ոնց որ ինձ ստիմուլ է ալնելու, որ ավելի արագացնեմ ավտոս, բայց դրա մասին մի քիչ ավելի ուշ, էլի։ Հիմա գնանք կանգնենք ու փորձենք ստարտից, տենանք կարանք ստարտից նորմալ քշենք լեյդի հետ։ Բայց քո հեռախոսով դրագի կպի, որ համել հասկանանք ոնց է գնում ավտոն, որովհետև Զակոն Պոդլեստին հենց շոկ է, լոգը դաժե ցույց կտամ, մի քիչ սենց է անում ավտոն, այդքանը լավ չի էլի էդի։ Լավ դելու սանջատեն քշենք արդեն։ Դավայ։ Չնստանք, ախպեր հոպ, շատ արագ է էլի ձեռով անում, արմա չեմ հասցնում բուստին, եստեմ դրա համար երևի մի քիչ գոնե ոնց որ մեր համար հեշտացնելու համար են վսյոտիկի էլեկտրականա սիգնալով կանենք, որ մի քիչ կարենամ գոնե մոտիկ տոպվեմ իրան։ Ադրենալինը սելա բազար արա։ Ոց գորիսով վերևն է ես ստարտը մտածում էի կկրվեմ արա, ստարտը պոկվա ջոգիր, ստարտը պոկվա ու ասեմ քեզ հորես արև ամենալավ ստարտը չի, դաժե ամենավատ ստարտն է 2.99 դրագին։ Այսինքն եթե մենք գնանք գոնե մեր գնացած թվերին մոտիկ, ինքը մի քիչ ավելի ուշ կհասնի։ Շատ վատ ենք գնացել, բայց դեմը չնայած տորմուզ եմ տվել, 100-200 ես գնացել եմ 5.5 240-ով դու էլ մեջը պրինցիպի նորմալ է։ Ֆու։ Աստորեն էլեկտրականն էլ դժվարություն ունի, էլի ստարտի հետ կապված։ Ախպեր դու ասա, ես բան չջոգին հենց արագելա, բայց դեմիս ավտոնը հենց վաղցրեց։ Հետ դառնալուց նորից կպնենք։ Հա, քել, գնացինք, քշի գամ։ Քիշերվա 1000-ին արա, տրասի մեջտեղը խեք կայնում։ Տրասը քշելու համար է։ Անավանդ X-Wire-ի տրասը։ Բայց ես զարմացած եմ արա էսի բանը, օրես արեմ աբսուրդային է ջոգիր, ես մտածում էի Play-ը պետք է ասած հոշոտի ավտոյից, որտեվ թվերով ինքը շատ արագ է։ Լավ է, բայց ես դու ես ասեմ մի բան անելու է, ձև չկա, լավ չգնաց կամ լավ չփոկվավ։ Չից առաջ էր սենց ասեմ, մինչև 25 արագություն հետաքրքիր է, մեր 100-200 շատ վատ է, 5.6 է, բայց կապ չունի ապե ասեմ քեզ իրա մոտ էլ է վատ 100-200, չեմ հավատում, որ 4-ի տակ է հիմա այդ ավտոմետրում 4-ի տակ չէ, բայց 4 ենք գնում իտոգում նու հաշվի առնելով այս վատ պայմանները, որ պասաժիրով եմ ռեկորդային թիվ հաստատ չէինք գնալու բայց իտո էլի ահագին հետը գնացինք որս արեմ ոնցի ադրենալինը սելլա շուտ բանես չէի քշե որ
բեսամ դզում է։ Կոմենտերում գրեք հələ տենամ կարոտել եք X-Wire-ի գոնկեքը։ Աներ ռոբին մտ ինչ անը։ Ոնց բադը դզող չողը։ Ես մի ամիսին Մոռաց ինձ։ Մի այդ ամիսը լաշքեր։ Այդ ու Միջով Կիրակի ասում չտաս, դեթվում վերեմ մատ ուրիշ մատոր բերեմ դրեմ մեջ։ Ռոբ եթե այս վիդեոն դուս եկա ու դու չես տվել 30-ը մեզ։ Բայց վիդեոն վաղն է դու։ Վազը։ Ո՞վ ապե, ոնց ուզում ես մի ասել։ ամիս մոտնա, մի ամիս էլ մնալու է։ Ապա միջև շեցած դու էլ հետ ընդելն ես չի ավկել։ Ապե, հիմա Բեր դու 5 շող ես ախտեր, բայց կամություն արի։ Էլ չեք քշում։ Կամ նյուանս ունի երևի լանչի, հա, որ մի բան էլավ, ես չեմ հավատում, որ կարամ քվեյտին 2.9 գնալով անցնել։ Այն սկզբից ավելի շատ ավելի լավ։ Եթե 2.6 գնայի, մի քիչ տենց էլ կարող է լավ ասենք, չգիտեմ, մի բան լիներ, բայց 2.9 գնացի ու անցա տենց մի քիչ զարմանալի էր իմ համար։ Մի հատ է փորձել։ Հա, գայնես չես կարենում, հա։ Մի բռնած։ Ակմել ձերով չեմ, անենց արագ արեց, ես 2000 աբարոտ էի, թողելու էի գլորվեր ավտոս։ Բանից է, Գլորվա ավ է։ Դա բարին եմ բթերով արեք, պատրաստ եմ։ Ձերով շապել։ Մոտ է չի երեմ բուտը ներսի ճարտը։ Չէ, բայց ադրենալինը սել ավ ախտել։ Ես զգում էի, որ դու գալիս ես, ասենց եմ որ ասում եմ մեջքիս հետևը շնչում եմ։ Բայց այն դեմի ավտոն որ հելավ ես տորմուզ տվի որ դու անցնես մտնեմ հետևը որտեղ ուրիշ ձև չկա։ Ախոտ, բայց էլի էնի արդեն կես կանգրում։ Ուրիշ ձև չկար, ուղի գնդե մտնում էի մեջը, աչքոմի վրա տղեկն էին, ասում եմ ես եմ դրեցի ձախը։ Ապա չէ կայնաստեղից մի հատ քշեք, ինձ էլ է բեսան պետք է։ Ապա դու վիդեոն ունես, չէ՞։ Պրոստը վիդեոն ուղիղ է նկարած։ Ամենաուժեղ վիդեոն է։ Լրիվ սինխրոն է։ Սինխրոն ենք փոխվել։ Ես զարմացած եմ, ասենք սինխրոն ախպեր ջան։ Ռագինա սխալ չափում, հա։ Լրիվ սինխրոն։ Ֆարերը դաժե լուսրի իրար հետ վերև է հելնում էլի խոսքի։ Գորջան աշկից լավ չէր տակցե հոպա։ Արի աշոտ։ Այն է ամենաուժեղ վիդեոն։ Բայց ընթացքից Չէ, հարց պատասխան չկա, հենց անցավ ես։ Այն առաջինը շատ լավ էր, երկրորդը նստավ մի թեթև նոր գնաց։ Ասա քշի, մեն ձեռնը։ Հաստատ։ Բայց բանալը, էլի մի վռած, այնիկ քո ապում Աշկի չանք բոքսեր։ Չէ, բրո, ձեր չունի։ Ահա, Դուր բանում ենք նկարել ենք։ Սա բոքսեր եմ նկարել։ Բայց դասունի Ես մտածեցի։ Չէ։ Ապելեսի։ տալիս է յուղը հանում է դուս, հիմա բան եմ առել, որ այն տեսել ես, որ յուղի կրեշկի վրա ֆիլտր հալում 5 վատ քշող ես։ Այդ դրանից եմ զարկած տվել, որ գոնե յուղը չհանի, հիմա մեջը յուղը Հասլը հանում պամոյկա ունել, էլի, քելն էլ պետք է ունել։ կա դրած, բայց ինքը երկու կոնտուրանի է, մատորի մեջի ճնշումը մեկը շատ է։ Մեմբրանի սիստեմը անջատել եմ, միացրել եմ մասլապամոյկա, բայց մեկը յուղի կրեշկի տակից ճնշումը տալի հանում է դուս։ 3 հատ է քշեմ միլիտր կպակասի, սա հանում թափում է դուս։ Հա, քեզ ինչ է, ալումինից կրիշկա։ Չէ, ինքը ֆիլտրով կրիշկա է, որ դնում ես, որ յուղը չհելնի վերև, բայց գազերը դուրս գա, գիտես։ Հիմա հետի որ գա հասնի, գոնե մաքուր կլինի։ Սիրտս կայնում է, որ կապոտի տակ տենում եմ։ Սաղ յուղը։ Բայց ճանթա է ուզում թե կալի։ Մարդ չկա։ Այդ վերջում չքշենք իրար այդ։ Աուդիտորիա սիլմայի մուկոբոմ։ Կյանքի ավտեն հենց մի հեղ գազը բաժի, չէ՞։ Չգնաց արա, հորս սարը չգնաց գոստի չեյնուսն է։ Բայց էլ չի հերբանում, դել շատ փողեցինք սա լավ գնաց։ Շատ հորս սարեր։ Ջեն առաջինը մի բան են չեր արի աղբերը, որովհետև հեշտ անց է 2.9 գնալով, հիմա դժվար է հորս սարեր։ Շատ արա 1000 ձի։ Ոստի չեմ կարող նստեմ նորմալ, չեմ ջոկում ինչն է պրոբլեմը։ Այսի բուստի նստամ մի քիչ գնաց, բայց դե վсё, էլ շանս չկա աղբեր։ 200 են գետում, լավ էր։ Սպորնի է, որ բուստի նստում եմ, ստարտը պալյուբոմու առաջ եմ գնում, բայց հետո մեկը անցնում է, 1000 ձին իրանը ասում է,
Ֆու։ Ադրենալինը սելա փողը սարը։ Բայց կարելի անդեից մի հատ էս տարբեր կարելի չասի։ Ասում եմ վեկենք, չէ, ես մի անգամ շուտ ասել եմ, մի հատ եմ ասում։ Համաձայնվի, որ ես քշում եմ Իլոն Մասկի հետ, ոչ թե քո հետ։ Որտեվ դու սպասում ես տականա ու պրինցիպի մեծ հաշվով ինքը պատրաստի, սենց կարա լյուբոյ մարդ գնա, ով իհարկե այդքան աշխատել է, առնի այդ ավտոն, ճիշտ է։ Ոչ մի քշելու կողմնակի բան չկա, էլի։ Այսինքն ավտոն պատրաստած է, էլի, պատրաստի տենց վաճառքի, ոնց որ սերիական արտադրության ավտո, ոչ մի խելք առանձին դրած չի բացի Իլոն Մասկից, այդ եմ ասում։ Չէ, բեր ուրիշ։ Իսկ դե BMW-ն սարքել է, բայց вообще BMW չի, էլի, տանջվել ենք ասենք, բեր ուրիշ բան ասենք։ Քաղաքում մի քանի հատ պլեյտ կա, բայց ոչ մեկ չի գալիս քշելու։ Ինչի համար, որովհետև կարող է չկարողանան կառավարել։ Կա տենց բան։ Բացի այն, որ չի կարա, այլ օրինակ նայ, ես էդի շատ եմ նկատել, էլի, տարբեր մարդկանց մոտ կոնկրետ պլեյտ քշողներին ես շատ ճանաչում եմ, բայց լիքը մարդ չի ուզում քշի, որովհետև դաժե վախում է, որ կարող է մի կես մետր հետ ընկնի, ոնց կլինի, որ կրվանք, բան քշելու իմաստը պրոստը հաջիկ ստանալն է։ Մենք եկել ենք ստե, մենք հենց դրանով ենք տարբերվում մնացածից, որովհետև մարդիկ քշում են կրելու համար, մենք քշում ենք, որ ցույց տանք, որ ավտոն ոնց է գնում ու ռեալ ցույց տանք, ոչ թե պրոստը տենց օդի մեջ խոսանք մեր արագա կամ չգիտեմ, էսի սենց հետ մենի հենց այդ։ Ընթացքում էլ հաջիկ ստանանք այդ պրոցեսից։ Այդ ամենակարևորն է, համ մենք, համ իրանք։ Լայքերը դրեք, եթե դուրներդ գալիս է, մենք էլ էսա սպասենք թո էլեկտրական ավտոն մի քիչ տականա, իմնը մի քիչ սառի, ու մի հատ է ստարտանե։ Ավելի։ Էդի մենք էլ ընկերներ չենք, չեմ կարող, ես շատ կպրեմ ախպեր, դե չէ ես էլեկտրական չեմ սիրում, սա գիտեն էլի ես, բայց կապ չունի, արդարության համար ես միշտ ասել եմ, էլեկտրական ավտոն, որ պրոստը ակետից բեկետ գնաս, հրաշք բան, հրաշք, այդ տեխնոլոգիա է վսյոտը, էլի բդի առաջ գնանք, չենք, իմա այս ավտոն ամեն օրվա, ինչքան էլ ինքը ասում եմ, ամեն օրվայա սալոնը քանդած չի, նա տեսել ես շումկով, դինամիկներով, սաղ տեղն է, բայց մեկը ամեն օրվա հարմար չի, որտեվ կակ մինիմում պատվեսքեն շատ եմ չորացրել, որ սենց ճոճ շունենամ, այն զավոտ պրուժիններով, որ պատկերացնես, ընթացքից գազ էի տալի, գլուշիցելները սկսվում էր գետնին, կայծ էր տալի։ Վախեցել էինք, ասում էինք ինչն է, հետո տեսանք մաշել է գլուշիցելից տակերը, էլի, այդ տենց ոչմ տեխնիկապես շատ ենք դա առաբոտ կարել, դրա համար էլ այսօր կարում ենք հզոր ավտոների հետ փորձենք մի բան անենք։ Գնացենք մյուս զայզդը անելու։ Արա չգնա բանախի։ Արա 14, 15, 16 գնաց։ Լավ թողում եմ, էլ չեմ տանջում։ Всё։ Որտեղ դեմնել ավտո կա։ Չէ, ստարտը եթե լավ ստարտ բռնենք, հնարավոր է անցնել, բայց հետո անհնար է։ Հիմա օրինակ գնացինք 2.8։ Իրականում էլի վատ է, որտեղ վերջի անգամ որ մենք քշում էինք 2.8-ը մեր ամենավատ զամերն էր իրականում։ Բայց մեկը 140-ից արդեն հասնում է, 150-ից արդեն մի կորպուս էլ առաջ է։ Նենց չդառնա էլի արդարանում եմ, բայց այդքան քշելուց հետո կես բակից դաժե մի քիչ ավել է։ Այդ արդեն նու պոլնի սալոն, պասաժիր, էլի լավ է։ Ոնց է լավ ինչ կասես ավտո, լավ։ Մեր Հայաստանի պայմանները Այս շոկը Իրանը բեսան ասում ախպեր։ մոտորով ավտոները միշտ էլ էտել, այդ խնդիրը կա։ Դա չգիտեմ, մեթանոլ ինչ Ախպեր մեթանոլից հրաժարվել եմ, որտեղ մի 3 անգամ մենակ մեթանոլի պատճառով եմ մոտոր պարկս, որտեղ անկանխատեսելի բան է, ֆարսունք են միամիտ, չգիտեմ, իսկ չես կարողանում դնես որ Պակազանյաները տենաս անջատես։ Շատ դժվար, ամենալուրջ ֆարսունքի համակարգը երևի որ եղել է GB4 Snow Performance, սաղից ունեցել եմ, որ ամենապրոգրեսիվ, ամենալավ ձևով միացրել եմ, մեկը որ խնդիր է տալի քշելուց ավելի լավ է առանց դրա ապահով մի քիչ դանդաղ եք, ստաբիլ եք, քան մի անգամ մեթանոլով եկամ օրինակ 4.5, հետո 5 անգամ, չգիտեմ, 5.5։ Ես Շկոդայի վտա վրա ունեի, հատու պրիբորը դրած, կանշինով միացրած, ես ատկատները նայում էի, գոնքի վաղ ատկատը միացրած էր, հանկարծ եթե ատկատը էթում էր 2.5-ից վերև, всё, ուրեմն մի բան է։
Իմ մոտ Բայց այդ ընթացքում մի հատ էլ աշկուտ մի հատ այդ մեջտեղը ես կարում եմ check-ով նայեմ հատկապես։ Ես իմ մոտ դրել եմ, իմը սավրի մենի մի քիչ ձև, հա։ Հենց ըլլումա դե իմ պարագայում քանի որ cover-ի portion-ների ժամանակ հատկատը մի քիչ շատ է երևում։ Դետոնացիա է կոպիտ ասած։ Դրա համար իմ մոտ ես դրել եմ 5 աստիճան հատկատ, այսինքն երբ որ 5 աստիճան հատկատ տենում է, բայց այդպես շատ քիչ է ալնում, էլի իմ մոտ։ Այդ ժամանակ check-ելուսը սկսում է sense թարթել։ Այդ ըլլումա երբ որ զիբիլ բենզին է մեջ ասենք, սա ձև չկա։ Այդ ժամանակ պետք է կակ մինիմում, եթե եքարսուն եմ սարքել, դրան չգիտեմ, մի 10 լիտր էլ լցեմ, որ մի քիչ սիտուացիան փրկեմ։ Բայց մեթանոլը ինքը ստաբիլ բան չի, այդ դուրս չեկա։ Իշքան ասած նայքարել եմ G30-ից վրա։ Մի ամիտ անջատվում է, մի բան չանաս, փորձել իր այդ զայզը, էլի։ Դե մեթանոլը մոտորի համար լավ է այնքանով, եթե ինքը կա, եթե փչացած չի աշխատում է, մոտորը մաքուր է, էլի։ Դետոն չունես։ Լվում է կակ մինիմում intake-ը, որտեվ հիմա прямо впрыск մոտորները intake-ը սա գյուղ է։ Այդ մեթանոլի կայֆը է դա, էլի։ Մենք մի հատ գնացինք։ Բայց այս պահը դուրս չի գալի, որովհետեւ սպասես, Դե էս է այս ռեժիմին։ Դե լավ ուզում ես ընթաց գցի ախպեր քշի, կապ չէ, ինձ պետք է ուզում եմ պրոստը տենամ, ավելի շատ դաժե 0-100-ը մեկը իմը հիմի մոտավորապես սենց է։ Հա, պլյուս-մինուս 100-200 դեր շատ արագ, մենակ ախպորպես վախտին տող նուստու։ Ձեր է ինչ կոստ։ Արքյանական կրուտաշի մամենտը իրանը ասում, հա։ Վարքյանական կրուտաշի հաստատ իրանը ասում ախտեր։ Դիտի որ զարյատքեն ավելի շատ ունի, ավելի լավ կետար հիմա։ Չէ, դե ես սում եմ ախտեր։ Բայց ասում ես ոնց որ իջեցրել ես, հա ախտեր։ Իհարկե։ Չի Զարյատքա չտանի, հա։ Բայց իրոք սենց է ինքը։ Չեսի փիշեր ցերեկ ռեժիմ ունի։ Իմ համար օրինակ շատ դժվար է որ հիմա թույլ է լույսը։ Ես դաժե BMW-ի մեջ ամենաուժեղն եմ դնում որ տենամ։ Չեսի ավտոմատ